Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, այսօր լսում եմ մեկ հարցազրույց, որը վարում էր ոչ Հայաստանում բնակվող, ոչ ազգությամբ հայ հաղորդավար։ Նա բառացի ասաց հետևյալը՝ մենք մեծ հարգանք ունենք հայոց եկեղեցու հանդեպ եւ այսօր չենք հասկանում ինչ է կատարվում սարսափով հետևում ենք այն լուրերին, որը Հայաստանից են գալիս եւ հարցը այսպիսին էր. ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Ինձ էլ են անընդհատ հարցնում տարբեր մարդիկ, ուզում են հասկանան խնդիրը հետեւյալն է, ինչու եմ ես այսպեսի նախաբանով սկսում։ Իսկ մենք Հայաստանում ունենք մեկ բացատրություն այն ամենին, ինչ կատարվում է։ Մենք լսում ենք տարբեր բացատրություններ, սկսած Փաշինյանը մաքրում է եկեղեցին, այստեղ հարցեր են ծագում, նա ունի այդ իրավասությունը, ինչից է մաքրում, այս մասին մենք խոսենք, պարզապես այս հարցադրումներով, ոնց որ որպեսզի հետո ձեզ չխանգարեմ, ինչից է մաքրում, գործակալական ցանցից, ազդեցությունից, թե ուխտադրուժություն կատարած ուրեմն հոգևորականներից, մյուսը քաղաքական դրդապատճառներն են մատնանշում։ Եվ այսպես նույն հարցը ուղղում եմ ձեզ լայն ուրեմն վերլուծության հնարավորությամբ։ Ինչու հիմա, ինչ է կատարվում, ինչպես դուք կբացատրեք մարդկանց, ովքեր այդ հարցով դիմում են ձեզ։ Համեցեք։ Շատ լավ հարց է, հետաքրքիր հարց է, իսկապես այսօր բոլորիս է հուզում այն իրավիճակը, որ ստեղծվել է, ուղղակի ոչ թե հուզում է, տագնապ է առաջացնում մեր հասարակության ներսում եւ սա իսկապես երևի թե թշնամուն նույնիսկ չես ցանկանա, որպեսզի հայտնվի այսպիսի ծանր իրավիճակում, երբ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունները բախվում են միմյանց եւ այսօր պատճառները երբ մենք փորձում ենք վերհանել, հասկանալի է, որ պատճառները քաղաքական են, զուտ քաղաքական են եւ ասեմ, որ այստեղ մեծ մեղք ունեն այդ նախկին կոչեցյալները, որոնք փորձեցին 44 օրյա պատերազմից հետո ներքաշել հայ առաքելական եկեղեցին ներքաղաքական ռազմորկանների մեջ, ով է մեղավոր թեմայով։ Հասկանում եք, երբ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 21 թվականի ընտրությունների արդյունքները ինձ համար շոկ էին, կարելի է ենթադրել, որ հենց այդ գիտակցությունը, որ չկա չարիք առանց բարիքների, գերիշխել է թեկուզ ենթագիտակցորեն նախկինների մոտ 44 օրյա պատերազմի ընթացքում։ Այսինքն չկա չարիք առանց բարիքի, եթե պարտվենք, եթե երկիրը պարտվի, Արցախը պարտվի, գոնե իշխանությունը կվերցնենք։ Եվ այնքան մեծ էր այդ համոզմունքը, որ պարտության դեպքում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, որ այն մարդկանց մոտ, նաև սպայական կազմում, գեներալների մոտ, ովքեր պետք է 44 օրյա պատերազմի ընթացքում հաղթանակի նպատակ հետապնդեին, հաղթելու նպատակ հետապնդեին, ենթագիտակցորեն այդ հույսը, որ եթե պարտվենք իշխանությունը կվերցնենք Երևանում, գերիշխում էր նաև Ղարաբաղյան վերնախավի մոտ, Արցախյան վերնախավ, որտեղ Արցախյան վերնախավը միշտ ավելի արժևորել է իշխանությունը Երևանում, քան իշխանությունը Ստեփանակերտում, քան Արցախի գոյությունը։ Հասկանում եք, եւ ենթագիտակցորեն որոշ մարդկանց մոտ գիտեք այստեղ ֆրեդիստական այդ բանը կա, ենթագիտակցորեն եւ դա ազդեց պատերազմի արդյունքի վրա, այն իրավիճակների վրա, որոնք տեղի ունեցան, եւ երբ որ այս մարդիկ տեսան, որ չստացվեց ազատվել Նիկոլ Փաշինյանից, նույնիսկ պարտության գնով,
պատերազմում պարտության գնով չստացվեց նրանից ազատվել, որոշեցին եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին ներքաշել ներքաղաքական այս ռազմորկանների, այս իշխանության համար պայքարի մեջ։ Նպատակը իշխանությունը վերցնելն էր։ Նպատակը ներողություն, ինչպես այդ պահը խնդրում եմ Այդ ավելի պահը շատ պարզ, Ինչու դուք ասում եք ներքաշեցին, եկեղեցին, ներքաշեցին։ Ես հրավիրում էի Բագրատ Սրբազանին, երբ որ նա արշավում էր Թավուշից Երևան, դեռ նույնիսկ ճանապարհին էր, դեռ չէր էլ հասել, բայց մեծ զանգվածային աջակցություն կար նրա այդ արշավանքին, նրա այդ դեպի Երևան երթին, մեծ աջակցություն կար։ Նաև չեմ թաքցնի, մեր քաղաքագետների միությունից ոմանք գնացել էին, միացել էին մեր քաղաքագետներից։ Գնացել էին, միացել էին։ Եվ ես հրավիրեցի Բագրատ Սրբազանին, հրավիրեցի քաղաքագետների միություն հանդիպելու Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամների հետ, քաղաքագետների հետ, մեր միության անդամների հետ քննարկելու, թե ինչ նպատակներ են հետապնդում, ի վերջո, եւ ինչ ծրագրեր ունեն, եւ նաեւ խոսելու, թե որտեղ են այն կարմիր գծերը, հիշում եք ես հաղորդում էի Վարում Նոյան տապանում կարմիր գծեր, որտեղ են այն կարմիր գծերը, որոնք եկեղեցականները, հոգևորականները իրավունք չունեն անցնելու։ Քաղաքական գործընթացներին իրանց մասնակցությունը բերելով հանդերձ իրավունք չունեն անցնելու այդ կարմիր գծերը։ Որտեղ են այդ կարմիր գծերը։ Այդ թեմայով հրավիրել է հրապարակայնորեն, այսպես Եվ նա դրա ուրեմն իմ հրավերից 2 օր անց, ինքը ոչ թե հաջորդ օրը, այլ 2 օր անց, ուրեմն իմացա, որ նա Բագրատ Սրբազանը գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպել։ Մամուլից իմացա, որտեղ ես համոզված եմ, որ Բագրատ arczepiskopos բազում անգամներ էր հանդիպում եւ Սերժ, բայց այս հանդիպումը հատուկ մամուլում տարփողվեց։ Հատուկ մամուլով սփռվեց այս ինֆորմացիան, որ arczepiskopը Բագրատ Սրբազանը գնացել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Սա կարծես իմ հրավերի պատասխանն էր։ Բագրատ Սրբազանի կողմից իմ հրավերի պատասխանն էր։ Եվ Սերժ Սարգսյանի կողմից այդ հանդիպման փաստը հրապարակայնացնելը նույնպես իմ հրավերի պատասխանն էր, որ իմացի, это моя добыча, հիշում եք Շերխանին, Որն է Добычան, սրբազանները, հենց սրբազաններն հա, սրբազանները, եկեղեցին, это наша добыча, այսինքն это չես դու փորձում շատ ներողություն կոպիտ ձևակերպման համար այս գործիքը քաղաքական մերն է Այո, այսինքն դուք պնդում եք, որ եկեղեցին դարձել էր քաղաքական գործիք։ Ես չեմ ասում եկեղեցին, ես զգուշ եմ, եկեղեցին պատկանում է Աստծուն, ոչ Բագրատ Սրբազանինն է, ոչ Դե համար հստակեցնում եմ եկեղեցին Աստծուն է, ով է իմը։ Աստծուն է, իմը հոգևորականությունը, այսինքն վերնախավային հոգևորականությունը, վերնախավը, հոգևորականության վերնախավը, այդ սրբազանները, այսինքն, հասկանալի է այստեղ ինչա տեղի ունեցել, Գայանա ջան, հասկանալի է ինչա տեղի ունեցել, տեղի է ունեցել, ուրեմն Ղարաբաղյան կլան կոչվածը, Ղարաբաղյան շակերտների մեջ են վերցնում, չէ, որ ասում են սիցիլիական մաֆիա նկատի չունեն սիցիլիացիներին։ Դուք դա միտումնավոր համեմատություն։ Այո, համեմատությունը միանգամայն տեղին է։ Ուրեմն, երբ որ ասում է սիցիլիական մաֆիա, նկատի չունեն սիցիլիացիներին, իտալացիներին, ովքեր ապրում են Սիցիլիայում, պարզապես դա ուրեմն ընդգծում է
որոշակի պատմական իրողություն, որ այդպիսի բան է ձևավորվել Սիցիլիայում, հետո տարածվել աշխարհով մեկ։ Հիմա այսպիսի բան է ձևավորվել Ղարաբաղյանի ես վերցնում եմ ճակերտների մեջ, որովհետև դա ընդամենը անվանում է, դրա տակ չկա էթնոքաղաքական գնահատական։ Ուրեմն այս մաֆիան, Ղարաբաղյան մաֆիան այլասերել էր երկու պետական ինստիտուտները, դրա համար էլ մեր պետությունը այսօր կանգնած է փլուզման եզրին եւ կանգնեց փլուզման եզրին, կանգնեց Արցախի կորուստով դա փլուզման եզրն էր, դա մեր պետության փլուզման եզրն էր, որ կանգնեց այդ եզրին, ուրեմն եւ այնա կարող էր ընկնել անդունդ, եւ այսօր երբ որ շատերը խոսում են, որ ուրեմն մենք ամենավատթարագույն վիճակում հայտնվեցիք, ոչ, ամենավատթարագույն վիճակը կլիներ այն, եթե մենք եզրին չկարողանայինք կանգնած մնալ, կամ գոնե եզրից գոնե կես քայլ հետ քաշվել, այլ գլորվեինք անդունդ, իսկ գլորվել անդունդը կնշանակեր, որ Հայաստանում կսկսվեր պատերազմ, օրինակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, օրինակ Իրանի եւ Թուրքիայի միջև, հասկանում եք, այսինքն ոնց որ Սիրիայում, այսինքն Հայաստանը դառնար Սիրիա, եւ ոմանք դա ուզում էին, հասկանում եք, այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ասում էին, որ մասը ավելի կարևոր է, քան ամբողջականությունը, ամբողջությունը, չէ, ոտքը ավելի կարևոր է, քան մարմինը ամբողջությամբ, հա, այսինքն չկա Հայաստան առանց Արցախի, չէին ասում, չկա Արցախ առանց Հայաստանի, ասում են, չկա Հայաստան առանց Արցախի, անուններ չտամ, դուք գիտեք այդ մարդկանց, այստեղ էլ են գալի դրանք, խոսում են, ձեր մոտ, դուք լավ գիտեք դրանց, այդ մարդիկ տարիներ շարունակ այդպես էին ասում, եւ հանկարծ դա տեղի չի ունենում, այսինքն Հայաստանը մնում է, Արցախը չկա, այս մարդիկ ուղղակի էլի նորից ենթագիտակցորեն, գուցե չգիտակցված, ենթագիտակցորեն ուրեմն ընկղմում են այն մտայնության մեջ, որ ինչու այդպես չեղավ, միթե իրանք 20 տարի սխալվում էին, որ ասում են չկա Հայաստան առանց Արցախի, Արցախը չկա, բա Հայաստանը կա, այս ինչ բան է, եւ այստեղ է, որ մենք պետք է հասկանանք հետևյալը, որ այս դիմակայությունը եկեղեցի, այսինքն ոչ թե եկեղեցի, չասեմ եկեղեցի, ուրեմն վերնախավային հոգևորականության եւ անձամբ վեհապար հայրապետի միջև եւ աշխարհիկ իշխանությունների դեմս Նիկոլ Փաշինյանի այս դիմակայության պատճառները հենց նախկինների այդ դավադրությունն էր, որ ներքաշեցին վեհապար հայրապետին եւ ներքաշեցի եւ հոգևորականությանը իդեմս նույն Բագրատ Սրբազանի ներքաշեցին ներքաղաքական հանուն իշխանության պայքարի մեջ, հանուն իշխանության ներքաղաքական պայքարի մեջ ներքաշեցին, բացահայտորեն ասելով, որ պետք է, սկզբից դուք հիշում եք, 20 թվական 44 օրյա պատերազմից հետո սկզբից փորձում են իրենց ուժերով, Վազգեն Մանուկյանի միջոցով, մեր քաղաքականության պատրիարխին, այսպես ասած, ուրեմն ծառաբեռնեցին օր մեծություն այդ պարտականությամբ, որ ուրեմն արի դու փողոցը գալվանիզացիայի ենթարկի, փողոցը ակտիվացրու, չհաջողվեց, եւ որ չհաջողվեց, բացահայտորեն ասեցին, որ այո, հոգևորականության միջոցով եկեղեցու քշիրը, հայ առաքելական եկեղեցու քշիրը, հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը մեր հասարակության մեջ ամենամեծն է, բոլոր բարոյական հեղինակությունները
կործանված են եւ եկեղեցին ուրեմն այն բարոյական հեղինակությունը ունի, որ եթե հոգեվորականությունը ուրեմն փորձի գալվանիզացնել փողոցը, ակտիվացնել փողոցային ալիք բարձրացնել, դա նրանց կհաջողվի եւ ուրեմն ներքաշեցին եւ այստեղ է որ հնչեց վեհապարի հայրապետական հորդորը ուղված Նիկոլ Փաշինյանին հայրական հորդորով հանդես եկավ չէ Գարեգին երկրորդը որ հորդորում է որ նա հրաժարական տա շա ան երևի նու այդպիսի բան եղել է երևի միջնադարում է եղել այդպիսի բան ժամանակակից պատմության մեջ որ ժամանակակից որ հոգևոր առաջնորդը հա ուրեմն դիմի աշխարհիկ ղեկավարին որ նա հրաժարական տա այդպիսի բան ժամանակակից պատմության մեջ չի եղել եւ երբ որ ուրեմն վեհապար հայրապետը դիմեց Նիկոլ Փաշինյանին այդպիսի հորդորով գիտեք մինչև այդ Նիկոլ Փաշինյանը հայցում էր նրա օրհնությունը ես ինչ գիտեմ նորմալ հարաբերություններ էին ինչպես միշտ ինչպես կարգն է բոլոր ժամանակակից երկրներում եւ հանկարծ այս հորդորով է դիմում այս իհարկե նախկիններն են որտեղ այս նախկինները այլասերել էին բանակը երկու պետական ինստիտուտներ այ ինչու Հայաստանը կանգնեց անդունդի եզրին եւ ինչու կորցրեց Արցախը երկու ինստիտուտները այլասերել էին պետության հիմքը դա այդ երկու ինստիտուտներն են բանակը այլասերելով սխալ է ներթափանցել են ազդեցության տակ էին վերցրել հայ այլասերել են բարի բուն իմաստով Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում արդյունավետ բուժում նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ գտնվում է գերազանց վիճակում կինը 15000 ԱՄՆ դոլար հեռախոսահամար 094 115 310 Երևան շիփինգ սենսացիա ստեղ հա Այո ճիշտ եք եկել Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 ցենտա օթանավով Այո Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ Պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue։ Հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արա
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Այլասերել են։ Բանակը, եւ ես կասեմ ինչու եմ ասում այլասերել են, բանակը եւ եկեղեցի, հոգեվորականության։ Եկեղեցի չեն կարող հոգեվորականության։ Դե գոնե այդպես ասեք, թե չէ, ասում եք։ Հոգեվորականության։ Այլասերել են, չէ, այդ այլասերումը հիմա մենք տեսնում ենք, չէ, ոնց անցան, ինչ իրավիճակա տիրում են դեղ այդ այլասերումը։ Տեսեք, ես խնդրեմ պարզապես Հիմա ասեմ, այլասերել են նկատի ունեմ են, որ սպաները իրավունք չունեն զբաղվել բիզնեսով։ Պետության մեջ եթե սպաները զբաղվում են բիզնեսով, այդ բանակը պարտվելու է, անպայման պարտվելու է։ Անպայման, Սերժ Սարգսյանը բոլորին դարձեց բիզնեսմեն։ Բարձրաստիճան սպաներին այդ Սեյրան Օհանյանից սկսած եւ այլն բոլորը դառան բիզնեսմեններ եւ հոգեվորականներ իրավունք չունեն զբաղվել բիզնեսով։ Այս երկուսը իրավունք չունեն։ Եթե պետության մեջ սպայական կազմը, սպաները, գեներալները սկսում դառնում են բիզնեսմեններ եւ հոգեվորականներ, այդ պետությունը պարտվում է։ Պատճառը պարտության մեր պատերազմում դա է եղել։ Եվ այդ պատճառը ձևավորել են Սերժ Սարգսյանական կլանը, այսպես ասեմ։ Միշտ Սերժ Սարգսյանին եք նշում, Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանին եմ նշում, ուղղակի Սերժ Սարգսյանը Չի եղել այդ գործընթացի։ Իհարկե, դա եղել են, ես դրա Չէ, մասին պարզապես հարցնում եմ, որպեսզի լիարժեք լինի ձեր Միանշանակ, когда мы говорим Серж, мы подразумеваем Роберт, когда мы говорим Роберт, мы подразумеваем Серж, это հասկանալի է, չէ՞, այդ իրավիճակը պարզ է, միասին են եղել, միասին են արել, մեկի մեղքը կարող ավելի շատ լինի, մյուսինը պակաս, փոքր ինչ, բայց մեծ հաշվով ես պատահական չի, որ օգտագործում եմ այդ մաֆիան ինչ է։ Հիմա Դոն Կարլոյոնն է մեղավոր, թե իր զավակը եւ այլն, հասկանում եք, այդ մաֆիա է։ Եւ այսպես ինչ է կատարվում Այս մաֆիան նպատակ Դուք ասում եք, որ այսօր ինչ է կատարվում, քաղաքական այսօր պայքար է գնում ես հիմա Նիկոլ Փաշինյան ես հիմա ասեմ կաթողիկոս դա քաղաքական պայքար է ազդեցության ես ձեզ էմպի բաներ կասեմ, որ ոչ ձեզ չի ասի ձեր հյուրերից եւ այլն ովքեր գալիս են երբ որ այս նախկիններին հաջողվեց այս բանի այս Գարեգին երկրորդի խելքը ուտել եւ ներքաշել նրան քաղաքական պայքարի մեջ ներքաղաքական ես ասում եմ չեք 20-րդ 21-րդ դարում նման բան չի եղել որ եկեղեցու ուրեմն առաջնորդը հոգևոր առաջնորդը դիմի աշխարհիկ ղեկավարին, որ ընտրվել է ժողովրդի կողմից, ընտրված ղեկավարին դիմի, ասի դու պետք է հեռանաս։ Դա եղել է միայն միջին դարերում։ Ուրեմն երբ որ սա տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը իրան պետք պատկերացրեց Կալվինի եւ Լյութերի գիտեք, չէ Կալվինը, Լյութերը, գուգենոտները, այսինքն բողոքականները, որ մտել են պայքարի մեջ։ Այդ պայքարը եղել է քաղաքական։ Այդ պայքարը եղել է քաղաքական, կաթոլիկ եկեղեցու դեմ։ Հասկանում եք, երբ որ միջնադարյան պատմության օրինակով վեհափառը դիմում է աշխարհիկ իշխանության, ուրեմն Նիկոլն էլ իրան պատկերացրեց Պապ թագավորի դերում, Մարտին Լյութեր Կինգի դերում, քանի որ
արևմտամետ է, ես արևմտյան պատմությունից, արևմտյան քաղաքական պատմությունից կմատնանշեմ օրինակներ։ Լյութերը, Կալվինը, այսինքն բողոքականության լյութերները, որոնք մտան քաղաքական դիմակայության մեջ Ռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ եւ այլն եւ ստեղծվեց նոր ուղղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրան հետ ձևով պատկերացրեց։ Եթե սա է անում, ուրեմն սա պատասխանը սա է։ Այլ հարց է։ Այս դիմում եմ Նիկոլ Փաշինյանի, կլսի մեզ, անպայման իրանք հաղորդեն։ Ես դիմում եմ իրան։ Նիկոլ, նպատակը արդարացնում է միջոցները։ Այս սկզբունքով չպետք է գործես։ Այն միջոցները, որ որդեգրել ես, ահավոր են։ Որովհետև այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան հիբրիդային պատերազմ, ոչ թե հոգևորականության վերնախավի դեմ, այլ հիբրիդային պատերազմ, ուրեմն հիբրիդային պատերազմ, որը ուղղված է եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, եկեղեցին ներսից պայթացնելու նպատակով։ Ես այստեղ է, որ պետք է իմ այդ միտքը պարզաբանեմ, որպեսզի հասկանալի լինի։ Երբ որ փորձում են որևէ ինստիտուտի նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ ինստիտուտը քանդվի, հիմնահատակավերվի, փորձում են հակադրել, օրինակ, եթե խոսքը գնում է գիտական հետազոտական ինստիտուտին, կրտսեր լաբորանտներին, պրոֆեսորներին, ուրեմն գիտական ղեկավարության ինստիտուտի, այդ ցանկացած ինստիտուտ, եթե ուզում են քանդեն, այդպես են անում, եթե սկսվում է ուրեմն ներքին հակադրություն, պայքար և կացվածահարալինում ինստիտուտը, ինչ են անում, լաբորանտները և կրտսեր գիտաշխատողները ապստամբվում են, դա, այսինքն, երբ որ ուզում են քանդել, հիմա ինչ արեց Նիկոլ Փաշինյանը սկսեց դիմել քահանաներին, քահանաներ, ահա ձեզ, ուրեմն, ձեր կարիերային աճը, հասկանում եք, կարիերային աճը կասեցնում են պատճառաբանելով, որ դուք ամուսնացած եք, որ դուք ընտանիքներ ունեք, որ դուք ուրեմն պարտավոր չեք հետևելու ուրեմն կուսակրոնության երդմանը, այդպիսի երդում չեք տվել, դրա համար և տեսեք նրանք երդումը տվել են, երդումը խախտում են, բայց շարունակում են մնալ վեհապար, շարունակում են մնալ կաթողիկոս, սրբազան, թեմի առաջնորդ եւ այլն եւ այլն։ Այսինքն նա սկսեց դիտել եկեղեցի որպես սովորական հաստատություն, որտեղ այդ հաստատության անդամները, այդ հաստատության ներկայացուցիչները կարիերային աճի նպատակ են հետապնդում։ Այսինքն ծառայողական առաջխաղացման նպատակ են։ Դրա իրավասությունը նա ուներ, թե ոչ։ Սա չհասկացավ, այդ իրավասությունը։ Իհարկե չուներ, որովհետև եկեղեցում կարիերա առաջ գնալ չկա։ Տերը ասել է, վերջինները կդառնան առաջիններ։ Այսինքն նրանք ովքեր վերջինները, այսինքն Ֆլորենսկին, Պավել, մեր հայրենակիցը, ասեմ, մանա շարքային, ուրեմն եկեղեցու սպասավոր էր, քահանա էր, բայց ուրեմն, բայց այսօր որ մի թեմի առաջնորդի կամ որ մի կաթողիկոսի կարելի է համեմատել, չէ, պատրիարխի ռուսաց եկեղեցու Պավել Ֆլորենսկու հետ, ոչ մեկի, կամ Նարեկացին, հասկանում եք, այնտեղ չկա դենց բան, այսինքն Աստված կարող է որոշի ավելի սիրի են սովորական, և այդպես էլ կա, Աստված ինքն էր ասում, սիրեք նրանց, ովքեր անտուն են, ովքեր
ուրեմն ծառայողական աճ չունեն, ովքեր, այսինքն չկա այդպիսի բան այնտեղ, առաջի երկրորդ չկա եկեղեցու։ Եվ այսօր ասենք հակադրել նախ դա, երկրորդը, եթե ի վերջո Նիկոլ Փաշինյանի նպատակը որն է քանդել եկեղեցին, Նիկոլ ուզում ես քանդես այդ եկեղեցին։ Եթե հակադրում ես քահանաներին, ուրեմն սրբազաններին, այդ նշանակում է քանդել։ Ցանկացած թշնամական պետություն, երբ որ իր թշնամի պետության դեմ ծրագրեր է ձեռնարկում հատուկ ծառայությունների միջոցով, հատուկ անում են այդպես, որ անպայման հակադրեն ժողովրդին էլիտային, պառակտում ստեղծեն, ներքին պառակտում, ներքին պառակտում, այսինքն ցանկացած հիմնարկ, երբ որ ուզում են քանդեն, ուզում են ներքին պառակտում ստեղծեն նրանց միջև, ովքեր ուրեմն ղեկավար են, ղեկավարության միջև, հա, չնայած եկեղեցում ղեկավար բառը առհասարակ անհասկանալի է։ Ուրեմն նորից եմ ասում, եկեղեցին դա սակրալ ինստիտուտ է եւ այստեղ աշխարհիկ, բայց Նիկոլ Փաշինյանը պատասխանում է վեհապարին ռուսերեն արտահայտություն կա той же монетой, նույն ձևով, նույն կերպ։ Այսինքն նա ներխուժեց իրավասությունների դաշտ, պահանջեց իր հրաժարականը, ներխուժեց քաղաքական դաշտ, ներխուժեց, հիշենք, ուրեմն ինչպես այդ Բագրատ արխիեպիսկոպոսը իր մեքենան տարավ նվիրեցում այդ Սամվել Շահրամանյանին, որը ստորագրել է Արցախի լուծարման վերաբերյալ ակտը, լինելով Արցախի նախագահ։ Տարավ նրան նվիրեց։ Հիմա պատասխանը ստացան, թե ինչպես Վրթանեսը անցավ ուրեմն Նիկոլի կողմը։ Նիկոլը այս պատասխաններով հաղթանակներ է տանում, եթե իր ախոյանները լինեին աշխարհիկ դեմքեր, դա հասկանալի կլիներ, բայց այսօր իր հաղթանակը այս ուրեմն կամ իր զուտ քաղաքական միջոցներով, նա գործում է քաղաքական միջոցներով, այդպես գործում են քաղաքական դաշտում, երբ որ ուզում են մրցակցի ուրեմն մրցակցի կուսակցությունում պառակտում ստեղծել, բայց եկեղեցին կուսակցություն չի, բայց եկեք ու տեսեք, որ Նիկոլը կասի, բայց Բագրատը, Գարեգի երկրորդը եկեղեցին կուսակցության էին ուզում վերածել։ Նա այդպես կարող է պատասխանել մեր այս հարցադրմանը, որ ես ասում եմ, եկեղեցին կուսակցություն չի, բայց նա էլ կասի, նրանք ուզում էին այդ եկեղեցին կուսակցության վերածել։ Դրա լուծումը ո՞րն է։ Ուրեմն պայքարի միջոցները այդ դեպքում ո՞րն են։ Եթե Փաշինյանը դուք ներկայացնում եք, որ ինքնապաշտպանվելու համանշանակ նա տրամաբանությամբ է գործում եւ սա կապված ընտրությունների հետ։ Ընտրությունների նախաշեմին 1-2 հանգամանք կա։ Ընտրություններ համար առաջի հանգամանք եւ այստեղ օլիգարխի հայտնվելը մոսկովյան ծագումով այսինքն Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, գրանցում ունեցող գեր օլիգարխի հայտնվելը։ Ուրեմն այս երկուսն են պատճառը, որ ստիպեցին Նիկոլ Փաշինյանին դիմելու այս քայլեր։ Ես չեմ արտարացնում այդ քայլերը, Աստված մի արած, սարսափելի քայլեր են, ես դուր ասեցի։ Դա հիբրիդային պատերազմ է եկեղեցու դեմ, որպես ինստիտուտի։ Բայց եկեղեցին էլ միայն դուք ասում եք այո կուսակցություն չի, այո հաստատություն չի։ Ջերի հետ միասին չի կարելի երեխային երկրի համար կարևորագույն ինստիտուտ է։ Այո։ Եվ ազգի համար կարևորագույն ինստիտուտ է։ Այո, դրա համար, հա, ճիշտ է, այդ ինստիտուտը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչու ենք բան անում, սա լրիվ մի ամբողջ ցիկլ է։ Այդ եկեղեցին այլասերել են։ Էլի մի ասեք եկեղեցին, ասեք հոգևորականությանը այլասերել են։ Դե
ճիշտ է, միանգամայն ճիշտ է, եկեղեցին ուրեմն հավերժ է, այս հոգևորականությունը կարող է այս հոգևորակ մահկանացուներ են, այս մահկանացուներին հնարավոր է այլասերել, եկեղեցին հնարավոր չի այլասերել, միանշանակ, բայց այս մահկանացուներին այլասերել են, ինչպես և բանակը, որպես ինստիտուտ, որպես ազգի գոյության հիմք, հնարավոր չի այլասերել, բայց գեներալիտետին, որոնք մահկանացուներ են, հնարավոր է Են էլ որոշ, բոլորի վրա չեք կարող տարածել ձեր այդ հայտարարությունը։ Գիտեք, այո, իհարկե, իհարկե, մարդիկ կան, որոնք ընդվզել են, մի քիչ ավելի զգուշ և ճշգրիտ է պետք ձևակերպումը։ Մեր սպաներ ունեմ, ես ընկերներ ունեմ, որ մաքրագույն անձնավորություն մաքրագույն և ընդվզել են այս տարիների ընթացքում և անընդհատ մտահոգ են եղել այս իրավիճակով։ Ավակ Խաչատրյանը օրինակ, հիմա Միացյալ Նահանգներում գնդապետ, անուններ չտամ, որտեղ շատ են դրանք։ Արդյունքում Բայց ես ասում եմ, որ բարձրագույն ղեկավարությունը, բանակի գեներալիտետը, ես ասում եմ, և տեսեք հիմա, ինչ տեղի ունեցավ։ Այ օրինակ ազնվագույն անձնավորություն Աչապահյանը, Միքայել Աչապահյանը։ Միքայել Աչապահյանը միջայլոց ուրեմն ես իրան հրավիրել էի, ինքն էլ համաձայնվել էր, նույնիսկ զանգ էր տալի, շատ էր ուզում գա, մենել քաղաքագետների միության հանդիպում ունենա, նաև բաց եթերով խոսենք այս խնդիրների մասին, են էլ եղավ են ինչ եղավ։ Ուրեմն Աչապահյանը ինչու մի տարի առաջ այդ արտահայտությունները նա արել է, չէ՞ որ եթե մեր գեներալներ լինեին, այլ ոչ թե բիզնեսմեններ, որոնք գցում բռնում են, որքանով է դա ձեռնտու, այսօր արդյոք դա փող կբերի թե չէ։ Ընդ որում ձեռնտու իրենց համար, հա, ոչ թե երկրի իրենց համար, այսինքն իրենց դղյակները արդյոք դա կօգնի պահել ապահով իրենց հարստությունները, բիզնես, այդ բաները, զապրավկաները և այլն են ինչ որ իրանք ունեն։ Այդ գեներալներին հիշում եք դիմում էր մի տարի առաջ, որ եթե դուք գեներալ էիք, եթե դուք երկրի մասին մտածում էիք, ինչու չիրականացրեցիք ռազմական հեղաշրջում։ Նա նկատի ուներ երևի այնպիսի օրինակներ, ինչպես եղել են պատմության մեջ, օրինակ Ելցինի հրաժարականը, չէ, ինչպես է եղել, ուժայինները եկել են, ասել են երկիրը այսպիսի վիճակում է, և ճիշտ կլինի, Բորիս Նիկոլաիչ, որ դու հրաժարական տաս, որտև դժվար վիճակում է երկիրը, դու էլ հիվանդ ես, վատառող ես, դժվար է քեզ, և դա հրաժարական տվեց։ Դատելով այսօրվա իրավիճակից։ Երբ որ Աչապահյանը ասում էր գեներալներին դիմում էր, ոչ թե նկատի ուներ, որ նրանք տանկերով, պուշկաներով դուրս կգան և այլն կգրոհեն հրապարակը, նա նկատի ուներ այդ տարբերակը, որ դե տեսնում եք երկիրը այս վիճակում է, պարտություն է կրել և այլն, Նիկոլ Փաշինյանի մեղքը առերևույթ է, ուրեմն ինչու դուք քայլեր չեք ձեռնարկում և այլն, դիմում է նրանց, այդ իմաստով է դիմում, ոչ թե որ տանկ զենք հանեք, ուրեմն և քաղաքացիական պատերազմ սկսեք հեղաշրջում անել։ Հեղաշրջում այս իմաստով, որ ուժայիններ եք երկրի համար առանձնահատուկ պատասխանատվություն եք կրում, ուրեմն գնացեք, ասեք, ինչու չեք ասել, դա ասել է հրապարակային, սխալ է արել, դե քաղաքականությունից հեռու մարդը Աստծուն ծառայող, կարող է սխալվել, կարող է լեզվի սայթակում թույլ տալ, և իշխանությունը այդպես էլ ընկալեց։ Դա համար էլ ոչ մի հետապնդում, ոչ կանչեցին, ոչ ցուցմունքներ ասեցին տուր, ոչ և այլն, ոչ վկա, ոչ կասկածյալ, ոչ և մի տարի անց հանկարծ այդ մի տարի ընդմիջումից հետո մարդիկ զարմանում էին, իսկ բացատրությունը շատ պարզ է, որտև Թաթերաբեմում հայտնվեց как слон в посудной лавке, այդ ասեմ, լավ արտահայտություն կառուցակաց, слон в посудной лавке, հայտնվեց Սամվել Կարապետյանը, գեր օլիգարխ, հայտնվեց, և իրավիճակը լրիվ, և այս
Սամվել Կարապետյանի հայտնությունը եւ այդ մենք կանենք մեր ձևով շահկապեցին Աչապահյանի ասացի հետ, որտեվ երբ օլիգարխը եւ Սամվել Կարապետյանին դարձեցի Կալամոյսկի Զելենսկին ինչ արեց, չէ՞։ Բացեք, որովհետև ես ասենք կարող եմ ասել այո, բայց պետք է բացել։ Բացում եմ փակագծերը, ուրեմն Եթե օրինակ եք ներկայացնում, ավելի պարզ որպեսի լինի։ Կալամոյսկին այն մարդներ, որը լուրջ դերակատարություն է ունեցել Մայդանների պատմության մեջ, ֆինանսավորել է եւ այլն, խոշոր օլիգարխ, համար առաջի Ուկրաինայում, որը պրոբլեմներ չուներ Զելենսկու հետ, հետո մի գեղեցիկ օր, երբ որ պարզ դարձավ, որ նա իշխանական հավակնություններ ունի, ունեցավ պրոբլեմներ եւ հայտնվեց ճաղերի հետևում։ Ճիշտ նույնպես պետք է տեղի ունենար այստեղ եւ Սամվել Կարապետյանը պետք է որ դա հաշվարկած լիներ, եթե Սամվել Կարապետյանի կողքին լինեին խելքը գլխին մարդիկ քաղաքական ես կասեի խորհրդականներ։ Սամվել Կարապետյանը իր խաղն է խաղացել, թե եւս գործիք է եղել քաղաքական։ Իհարկե, Սամվել Կարապետյանը, ով ուրեմն գլուխը թաղել էր Դուբայներում եւ փորձում էր խուսափել նաեւ ռուսական օլիգարխիայի դեմ ուղղված սանկցիաներից այդ ձևով եւ նաեւ խուսափել այդ օգտագործման դաշտում հայտնվելուց նա կանչվեց նա ասվեց գնա ի վերջո չես գնա ուրեմն այստեղ խնդրեմ պատահական չի որ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել այո պաստորեն դուք քրեական գործը հարուցվեց այն ժամանակ եւ պատահական չի որ Ռուսաստանը իմպերատիվ կերպով չի պահանջում որպեսզի Սամվել Կարապետյանը տեսեք դուք Ռուսաստանին ազատ է բերեցիք արդեն վկայակոչեցիք իմ հարցը հետեւյալն է Ռուսաստանը շահերը ունի Ռուսաստանը եթե դուք ասում եք որ հոգեվորականները սկսած Բագրատ Սրբազանից եւ այս հիմա էլ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիքներ են ոչ թե դա իրենց խաղն է, ապա ում ձեռքում են քաղաքական գործիքներ, դուք ասացիք նախկինների, բայց արդյոք նախկինների միայն։ Մի րոպե հիմա ասեմ, իհարկե այն չափով, որ չափով նախկինները կապված են ում ձեռքին են գործիք։ Դա գաղտնիք չի, որ այսօր մենք շատ լավ գիտենք, որ Մոսկվայում նորից ուզում են Արցախյան խաղաքարտը գործարկել գործի դնել նորից այսինքն դրա կարիքը զգում են ինչու որովհետև Իլխամ Ալիևը ուխտադրուժ դուրս եկավ Իլխամ Ալիևը անշնորհակալ դուրս եկավ Իլխամ Ալիևը օգտվեց Ռուսաստանի կանաչ լույսից Ռուսաստանի թողտվությունից, որտեվ մեծ հաշվով Ռուսաստանը Բիշկեկյան 1994 թվականին կնքված Բիշկեկյան համաձայնագրերի զինադադարի մասին երաշխավորն էր, իսկ այդ զինադադարը արժամկետ էր, այդ զինադադարը ժամկետային սահմանափակումներ չուներ ընդհակառակը այնտեղ ամրագրված էր որ այդ զինադադարը ուրեմն չի խախտվելու չի կարող խախտվել եւ զինադադարի չխախտվելու երաշխավորը Ռուսաստանն է եւ Ռուսաստանը կարող է իմպերատիվ կերպով պահանջով վկայակոչելով իր առանձնահատուկ երաշխիքները, որոնք տվել է զինադադարի անժամանակ լինելու վերաբերյալ, այդ երաշխիքները ապահովելու հանձնառություն ունի եւ այդ հանձնառությանը հավատարիմ է։ Եվ դրանով իսկ կանգնեցնել պատերազմ ագրեսիան։ Այսինքն դա Ռուսաստանի ոչ միայն իրավասությունների, այլ պարտավորությունների շրջանակում էր, որոնք բխում էին այդ, սակայն հասկանալի է, որ Ռուսաստանը, որը պատրաստվում էր Ուկրաինայում
Այս պատերազմին։ հատուկ գործողությունների ժամանակին նույնպես երաշխիքներ ա տվել Ուկրաինային անվտանգության եւ այլն, պատրաստվում էր եւ ճանաչել ա տարածքային ամբողջականությունը Ալմաթայի միջալոց, որ Ալմաթան վկայակոչում ա Նիկոլ Փաշինյանը, ինչը Ռուսաստանը միշտ այնպես մեղմ ասած ոչ հիասմունքով է դնում, չէ, այդ վկայակոչումները, դա կապված է նաև նրանով, որ իրեն էլ կարող է դա վերաբերել։ Իրեն կարող է վերաբերվել եւ անուղակի ձևով Ուկրաինայի հարցը այդպես լուծվել։ Այո, Ուկրաինայի հետաքրքրություններն է շոշափում։ Եվ ինչու է, ասենք, արևմուտքը այդքան ոգևորում, թվում է թե Ալմատյան համաձայնագրեր, դա ոչ թե Պրագայի կամ Խելսինկյան եւ այլն այլ Ալմատյան, ինչու է արևմուտքը ոգևորում է, որովհետեւ դա այսօր արևմուտքի խնդիրը Ուկրաինան է, ամենևին էլ ոչ Հայաստանը եւ անուղակի կերպով այս վկայակոչումներով Ալմատյան Նիկոլ Փաշինյանը սպասարկում է արևմուտքի հետաքրքրությունները։ Այստեղ նախադեպ ստեղծելով ստացվում է, որ դա պետք է աշխատի նաեւ մյուս։ Իհարկե։ Լավ։ Սա այն քաղաքականության այն ենթատեքստերն են, որոնց մեջ մեր ունկնդիրները պետք է որ խորամուխ լինեն մեր օգնությամբ։ Բնականաբար եւ ես փորձում եմ հենց դա անել ձեզ հետ միասին։ Բարի, շարունակում ենք։ Ուրեմն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ եթե դուք ես ձեր ասածն եմ փորձում ամփոփել, ժամանակն է վերջանում, ամենայն դեպս ABC TV հեռուստադիտողների համար գոնե հասցնեմ ամփոփում անել, հետո եթե պետք է լինի կշարունակենք եւ իրենց էլ կհորդորեմ շարունակել դիտել մեր հաղորդումը ուղիղ եթերով եւ այսպես ինչ եք դուք ասում։ Դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը սա քաղաքական այսպես process է Նիկոլ Փաշինյան եւ Վեհափար։ Քաղաքական, որովհետեւ ազդեցության գոտիներ են, նախընտրական շրջան է եւ հոգեվորականներին, մի շարք հոգեվորականներին որպես գործիք փորձեցին օգտագործել Փաշինյանի այսօրվա իշխանությունների իդեմս Փաշինյանի դեմ եւ Փաշինյանը պաշտպանվում է դուք ասում եք այդ պաշտպանվելու միջոցը սարսափելի վատ է Փաշինյանը միշտ նախահարցակ է լինում նախահարցակ չի տրամաբանությունը կոմպենսացնել դա այո բայց տրամաբանությունը դրակոնյան եղանակով դուք գնահատական եք տալիս պաշտպանվում է բայց պաշտպանվում է ինչպես դուք ասում եք այո ոչ ճիշտ կոպիտ եւ անթույլատրելի եւ լիազորություններից դուրս կոնտրհարցակման բայց պաշտպանություն բայց քանի որ դուք ասում եք որ դա իրենք գործիք էին քաղաքական հարցներ ում ձեռքի գործիքն էին դուք ասում եք Ռուսաստանի այսինքն այս հակադրությունը, ասեմ, մեղմ ասեմ, որը ոմանք պատերազմ են ասում կառավարության եւ ուրեմն եկեղեցու սպասավորների միջև ոնց որ պատերազմական է արդեն դարձել հակամարտությունը, դա ոչ թե իրենց միջև է, այլ Փաշինյան Մոսկվա հակամարտություն է սա։ Այսինքն քողարկված ձևով գուցե այդպես է որովհետև Փաշինյանը պայքարում է Մոսկվայի ազդեցության դեմ գործիքների ներողություն պարզապես ձեր ձևակերպումն է գործիքների վրա ներգործելով գործիքների դեմ գործողություններ կատարելով Մոսկվայի որոշ մարդկանց ազատազրկելով որոշ մարդկանց վարկաբեկելով չգիտեմ ինչ գործիքներ է օգտագործում Փաշինյանը Մոսկվայի միջնորդավորված Մոսկվայի ազդեցությունը միջնորդավորված է, հասկանում եք։ Սա Փաշինյան Մոսկվա հակամարտություն է։ Փաշինյան Մոսկվա հակամարտություն չկա։ Կամ Փաշինյանի պաշտպանությունն է Մոսկվայից։ Ուրեմն Փաշինյան Մոսկվա հակամարտություն, եթե կարելի է դա հակամարտություն անվանել, դա ուրեմն միջնորդավորված դիմակայություններ են, միջնորդավորված։ Դե միջնորդների հետ է պայքարում։ Դուք բանը ուրեմն հիշում եք, չէ, 3 հրացանակիզները, հրաշալի գործը բոլոր կարտացել են։ Ջուման։ 3 հրացանակին։ Այնտեղ դիմակայությունը կարդինալի եւ թակավորի միջև կար, չէ, բայց դա միջնորդավորված էր։ Գվարդիացի կարդինալի գվարդիականները եւ
թագավորի հրացանակիրները։ Այդ դրանց դիմակայությունը արտահայտում էր ուրեմն այդ կարդինալի եւ թագավորի դիմակայությունը, որը քողարկված էր եւ քողարկված էր։ Այստեղ ինչ է։ Քողարկված էր, նույնը այստեղ։ Բայց ում եւ ում միջև է։ Ում եւ ում միջև նախկինների եւ Փաշինյանի դիմակայությունը, որ ակնհայտ է։ Լավ։ Այդ դիմակայությունը կա, այսինքն դա դիմակայությունը, որտեղ որում երկու կողմերը շահագրգռված են, որովհետև մեկը առանց մյուսի չի կարող լինել, բայց այնուամենայնիվ դա նույնն է, ինչպես ժամանակին, երբ ելք դաշինքը ստեղծվել էր, չէ, Փաշինյանին մտցրել էին այդ դաշտի մեջ, այդ դաշտը հիմա նույնը արել է Փաշինյանը սրանց հետ, սրանք ուրեմն իդեմս իրենց նաև կադրային ռեսուրսի որը կա, չէ, սրանք իրենց դեմքերով այս նախկինները ներկայացված են գործող իշխանության մեջ, ներկայացված են, Միշիկը ունի լուրջ ձվեր դրած ԿՊ-ի զամբյուղի մեջ, հասկանում եք, և սրանք իսկապես սա փաստ է, բայց այնուամենայնիվ կա նաև ուրեմն պայքար իշխանությունը խլելու համար, մեկը մյուսին չի բացառում, սա այս օպերայից է, ուրեմն նորից եմ ասում, Մոսկվան դժգոհ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի վրա ճնշումներ կան, բայց դրանք միշտորդավորված են, դրանք անմիջական չեն, եթե տեսել եք Մարիա Զախարովան վերջերս բավականին զգույշ է։ Դրա համար որոշ վերլուծաբաններ ընդհանրապես ասում են, որ Մոսկվան պաշտպանում է Փաշինյանին եւ այս ամբողջը խաղ է, նախընտրական, այո, գծվրթոց է, խաղ է, աչքակապություն է եւ ժողովրդին մոլորեցնելու ինչ որ այդ տեսակետն էլ կա։ Ընթերցողներին կոչ եմ անում վերընթերցել 3 հրացանակիրները Դյումայի այդ ինտրիգները, չէ՞, թագավոր կարդինալ, դիմակայություն կար, բայց այդ դիմակայությունը սուր ընդհարումների։ Այսինքն կեղծ է հիմա այս դիմակայությունը։ Սուր ընդհարումների է վերածվում։ Պարոն Հովհաննիսյան, կեղծ է այս դիմակայությունը, մեզ մեկ րոպե է Մոսկվայի եւ Փաշինյանի միջև։ Չէ, կեղծ չի, բայց այդ դիմակայությունը ունի կարմիր գծեր այն է, որ առ երևույթ այդ դիմակայությունը չպետք է դրսևորվի, միշտորդավորված, այսինքն Մոսկվան ունի իր, այսպես ասած, սատելիտների երկրի ներսում, բայց ինչպես Մոլդովայում ունի։ Պարոն Հովհաննիսյան, ստացվում է, որ հարցի տեսքով եմ տալիս, սատելիտները խաբված են, այդ խաղը իսկական խաղ չէ եւ նրանք խաբված են եւ սատելիտները խաբված չեն, սատելիտները շատ կոնկրետ օժանդակություններ են ստանում իրանց կազմակերպական, տարբեր կարգի էմիսարներ են ուղարկվում, դրանց օժանդակում են, փորձում են դրանց այդ սատկած վիճակից հանել։ Ներողություն, մենք կշարունակենք սա, բայց քանի որ 1 րոպե է մնում ամփոփում, լուծում կա այս իրավիճակից, որովհետև վտանգների մասին չեմ խոսում, բոլորս ենք հասկանում։ Իսկ լուծում։ Այո, լուծումը շատ կարևոր հարց է, իհարկե ես փորձեմ 2 բառով դա ասել։ Լուծումը այն է, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանը չի հավատում երաշխիքների, իհարկե, որ բարձրաստիճան հոգևորականները չեն խառնվի ընտրությունների գործընթացին եւ շատ վտանգավոր է համարում դիտում այդ սիմբիոզը բարձրաստիճան հոգևորականների եւ օլիգարխի, որոնք ինչպես երկուսն էլ բարձրաստիճան հոգևորականությունը եւ օլիգարխ Սամվել Կարապետյանը իհարկե օգտվում են Մոսկվայի հովանավորությունից եւ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր է համարում հենց այդ սիմբիոզը, այդ ուստի դրա համար էլ մեր ժամանակը Աչապահյանի դեմ այդ քայլերը ձեռնարկվեցին, դրա համար հենց դրա համար իհարկե երաշխիքներ չի ընդունի այսօր այդ բանը անցել է։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե վեհապար հայրապետը ուրեմն
Գարեգին երկրորդ հրաժարական տա, ինչպես դա արեց վերջերս Հռոմի Պապը, հիշում եք, այսինքն երբ որ սկանդալ տեղի ունեցավ, Դուք այդ կարծում եք լուծումը այդտեղ Ես կարծում եմ, որտեվ այնպիսի բաներ են ի հայտ եկել դրվագներ բարձրաստիճան եկեղեցականների կյանքից, որ դա միանգամայն համեմատելի է այն դրվագներին, որոնք հայտ եկան Հռոմի Պապի հրաժարականը պատճառ դառնալով։ Պարոն Հովհաննիսյան, ես պետք է հրաժեշտ տամ ABC TV-ի մեր հեռուստադիտողներին, շատ շնորհակալություն, որ մեզ հետ եք, մեզ դիտում եք, ցավոք մեր եթերաժամը սպառվեց, բարին ընձեզ եւ մինչ նոր հանդիպում, իսկ ով կարող է շարունակել կամ ցանկություն ունի շարունակել դիտել եւ լսել պարոն Հովհաննիսյանին, հորդորում եմ մեր ուղիղ եթերին հետեւել, որը մեր Patreon-ով հեռարձակվում է։ Եվ շարունակում ենք պարոն Հովհաննիսյան, լուծումը փաստորեն դուք տեսնում եք հրաժարականի մեջ։ Իսկ կլինի այդ հրաժարականը եւ ինչ մեխանիզմներ կան։ Նո հրաժարական այդ աշխարհիկ բառը խոսքը այն մասին է, որ իր ծառայությունը առողջական խնդիրների պատճառով եւ իսկապես այս ճնշումները, որոնք նրա դեմ այս ամբողջ այս սարսափելի բանը, եթե հաշվի առնեն նրա տարիքը, իհարկե չէր կարող չխաթարել իր առողջությունը, չի կարող չխաթարել իր առողջությունը եւ պարզապես մարդկայնորեն պետք է մտածել այդ մարդը իսկապես ես ասեմ, ես հարգանքով եմ վերաբերում նրան, թեկուզ մեկ պատճառով, որ 2001 թվականի, երբ որ ես հեղինակալի, որպես ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար օրենքի նախագիծ այն ժամանակ ես պատգամավոր եւ խմբի ղեկավար էի պատգամավորական խմբի եւ ներկայացրել էի օրինագիծ 15-22 թվականների հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի իրավական պաշտպանության երաշխիքների մասին։ Դա միակ փորձն է եղել հայ պարլամենտարիզմի պատմության մեջ անդրադառնալու ցեղասպանության զոհերի օրենսդրական խնդիրների։ Միակ փորձն է եղել անդրադարձի, որտեղ այն աջակցություն եք ստացել։ Ուրեմն ես այն ժամանակ ծայրահեղ դիմադրության հանդիպեցի, այսինքն կառավարությունը բացասական կարծիք էր տվել, հանձնաժողովը պետաիրավական իմ ընկերոջ լավ Վիկտոր Դալակյանի ղեկավարությամբ հանձնաժողովը բացասական կարծիք էր տվել եւ Վիկտոր Դալակյանը պարզապես հանրապետական կուսակցության ուրեմն հրահանգներ կատարել դրանովից, այսինքն կառավարությունը գլխադասային հանձնաժողովը պետաիրավական բացասական կարծիքներ են տվել իսկ իմ հեղինակած օրինագծի մասին եւ ես ինչ պետք է անեի, ես պայքարող տեսակ եմ, դուք գիտեք։ Ես ուրեմն պետք է ապավինեի հասարակության եւ մեր հանրության նաեւ մտավորականության աջակցության։ Ես դիմել էի ակադեմիայի նախագահությանը, այնտեղ նախագահության մակարդակով ակադեմիայի գիտությունների քննարկում տեղի ունեցավ, որտեղ ես ներկայացրեցի այդ օրինագիծը եւ միաձայն որոշվեց պաշտպանել այդ օրինագիծը, ակադեմիայի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը դիմել էր ազգային ժողովի նախագահին, որ պաշտպանում, ես նաեւ դիմել էի համալսարանի պետհամալսարանի գիտխորհրդին, նույնպես այնտեղից էլ է նամակ գնացել եւ դիմեցի վեհապար հայրապետին Գարեգին երկրորդին։ Մի անգամ եմ նրան հանդիպել։ Հա գնացի այդ որ դիմեցի ինքը ինձ ընդունեց ուրեմն եւ ես ներկայացրեցի հարցը ինքը հատուկ չդայած ինքը ես իրան նկարագրեցի իրավիճակը որ ուրեմն կառավարությունը բացասական կարծիք է տվել գլխադասային հանձնաժողովը բացասական կարծիք է տվել Արմեն Խաչատրյանը չի ուզում դնի երրորդյայի օրակարգ եւ ես պատրաստվում եմ ելույթ ունենալ եւ պնդել որպեսզի դրվի օրակարգ ու դնել քվեարկության
Ինչպես եւ ես արեցի։ Հետո բայց ինձ անհրաժեշտ է որպեսզի ձեր կարծիքը, ձեր վերաբերմունքը մինչ այդ եւ ձեր դիրքորոշումը։ Նա հատուկ նամակով նույնպես, ինչպես Ֆադեյ Սարգսյանը ակադեմիան գիտությունների, այնպես էլ Վեհապար Հայրապետ հատուկ նամակով դիմեց Արմեն Խաչատրյանին եւ ուրեմն ազգային ժողովի այն ժամանակ նախագահին Դրանից հետո ես դրեցի քվեարկության անցկացրեցի մեծ օրակարգ եւ ինչ պատասխանեց Ղարաբաղյան կլանը, մաֆիան, պատասխանեց նա, որ իմ խումբը քանդեցի։ Դուք դա Ղարաբաղյան կլան եք ասում, երևի Քոչարյանի շրջանն եք, չէ՞, ոնց է նկարագրում, այսինքն Քոչարյան, նախագահ Սերժ Սարգսյանը այն ժամանակ բանի ուրեմն օրինաց երկիր կուսակցության եւ խմբակցության կուրատորներ Հովանավորը եւ հանձնարարել էր որպեսզի այդ Բաղդասարյան Արտուրը երկու մարդի վերբով կանի, այն որ հիմա նիկոլականները, չէ, ԿՊ-ականները վերբով կային անում տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանով քանդում են եւ այլն, փոխում են իշխանությունը, վերցնում են, ընտրություններին պարտվել են, բայց վերցնում են, նույն այդ ձևերը Սերժ Սարգսյանի ձևերն են։ Լրիվ այդ Սերժ Սարգսյանը նույն ձևով էր անում։ Ուրեմն այն ժամանակ իմ խմբակցությունից երկուսին գողացան Սամվել Բալասանյան եւ այլն մյուսի։ Այդ ինչ որ նոր հետաքրքիր ինձ համար ամենաձևական մեխանիզմ եք նկարագրում։ Ինչ գողություն։ Անասնագողություն այն ժամանակ ես հայկական ժամանակում, այն ժամանակ հայկական ժամանակը կարգին թերթեր։ Այն ժամանակ ես այդ բնութագրությունը տվել էի, որ տեղի ունեցավ անասնագողություն։ Իմ խմբում տեղի ունեցավ, հետո դա դարավ մեմ անասնագողությունը։ Մեմ հայկական ժամանակը իսկույն դրա մասին գրեց, որ Մայակ Հովհաննիսյանը ասում է, որ իր խումբը քանդելու նպատակով անասնագողություն են իրականացել։ Ինչու, որովհետև ինձ հաջողվել էր ելույթ ունենալու միջոցով դնել քվեարկության, հաղթել քվեարկությունում կառավարության եւ կոալիցիային։ Վահան Հովհաննիսյանը այն ժամանակ կոալիցիայի անդամ ելույթ ունեցավ, ասեց Մայակ Հովհաննիսյանի այս ելույթից հետո մենք դեմ չենք կարող քննարկել, չնայած կոալիցիայի անդամ ենք։ Դա համար անցավ դա, հիմա պիտի դրվեր արդեն ընդունվեր, վերջնականապես որոշեցին իմ խումբը քանդել, որպեսզի ես հնարավորություն չունենամ հիմնվելով կանոնակարգ օրինակ կանոնակարգի վրա, ազգային ժողովի կանոնակարգ օրենքի վրա պահանջել, որ եթե քվեարկությամբ ինձ հաջողվել է մտցնել ուրեմն օրակարգ նստաշրջանի օրակարգ մարտավոր պետք է քննարկում եւ դրվի քվեարկության վերջնական ընդունվի։ Փլուզվեց էր այդ ամբողջ կառուցվածքը։ Սա սփյուռքը գիտի, լավ գիտի, մարդիկ ովքեր հետևում են գիտեն, այդ միակ անդրադարձն է։ Դրա համար ես երբ որ այս նախկինները սկսում են Նիկոլին քննադատել, ես ասում եմ լավ, այդ ինչ անում այսօր Նիկոլը, որ դուք ժամանակին սահմանավորված թեկուզ ձևով չեք արել։ Բայց դա էլ Սերժ, առաջինը դու չես հանել Արարատ Լեռան պատկերը մեր ֆուտբոլիստների շապիկների վրայից, որպեսզի հաճոյանաս Գյուլին։ Առաջինը դու չես արել դա։ Դե հիմա քո գիծը շարունակում է Նիկոլ Փաշինյանը։ Քո հոգեզավակն է, Սերժ։ Քո հոգեզավակն է, մի ուրացի քո հոգեզավակին։ Դե նույնն էլ կարելի է Փաշինյանին ասել, փաստորեն դուք անում եք այն, ինչ արել են նախկինները։ Այո, իհարկե։ Եվ այդ ամբողջ իհարկե նա այդ գիծը ներկա նախկին լսեք, դեռ ՀՀՇ-ի Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի հիմնական թեզը, որ Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիայի դերը նվազելու է։ Թուրքիայի դերը հետևապես Թուրքիայի կողմից վտանգները նվազելու են, զրոյանալու են, որտեղ Թուրքիան այլևս դերակատարություն չունի Խորհրդային միության։ Ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Նրանք դա հիմնավորում էին։ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Թուրգուտ Օզալի թաղմանը, չեք հիշում եք։ Այն ժամանակ այդ նույնը։ Հետո դա շարունակեց Սերժ, այսինքն սա մի ամբողջականություն է։ Սա եղել է այլ հարց է, որ Նիկոլը դա հասցրեց աբսուրդի այդ գիծը։ Գիտեք, եւ գուցե դա հնարավորություն տվեց ապացուցելու այն փաստարկների ճշմարտացիությունը, որոնք Հմայակ Հովհաննիսյանը 90-ական թվականներից հնչեցնում էր քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որ դա բերելու է այդ իրանց այդ
մոտեցումները, այդ իրանց քաղաքականությունը, իրանց գիծը բերելու է Նիկոլ Փաշինյանին, իրանք են ծնել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին իրանք են ծնել։ Եվ Նիկոլ Փաշինյանը նաև դարել է պատիժ իրենց իսկ գլխին այսօր։ Եվ դա այնա, ինչը այս ժողովուրդը համարում է փոքր փոփանք իր համար, որ գոնե այդ սրիկաները կպատժվեն։ Այսպես են խոսում։ Եվ ինչի շնորհիվ հենց Նիկոլ Փաշինյանը 21 թվականին վերընտրվեց եւ լուրջ շանսեր ունի նորից ընտրվելու 26 թվականին։ Դե հիմա Արման Թաթոյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ նախկինները գոնե չմասնակցեն, որպեսզի չօգնեն դրանով Նիկոլ Փաշինյանին։ Բայց երբ որ դա ասում են այն մարդիկ, ովքեր այդ նույն նախկինների կցորդներն են եղել, երկար ժամանակ, եթե ընդհանրապես այսօր էլ չեն քողարկված ձևով, դա առաջացնում է ժպիտ։ Նախընտրական Հայաստանի մասին կուզենայի խոսել ձեզ հետ, բայց չգիտեմ ժամանակը ներում է թե չէ։ Դուք ինչ որ ձևով նախատեսում եք մասնակցություն կամ ես գիտեմ, որ դուք ջոր հավաքների մասնակցում եք։ Չէ, ես առայժմ ոչ մի հավաքների չեմ մասնակցում, ես ունեմ ծրագիր, միասնական շտաբ պետք է ստեղծվի, ես վերջերս ինձ հրավիրել էին կա ընտրությունների մոնիտորինգի ֆոնդ, ուրեմն Հիլտոն հյուրանոցում քննարկում էր արհեստական բանականության չարաշահումները ինչպես հնարավոր է կանխել արհեստական բանականության միջոցով չարաշահումները ինչ միջոցով հնարավոր է կանխել, որովհետև այսօր արդեն այդ վտանգը շոշափվում է։ Ինչի մասին է խոսքը։ Արհեստական բանականության միջոցով կարող է կլիպեր ստեղծվել, տարբեր դեզաներ, կեղծ, գցել եւ այլն, եւ մի իրավիճակում ես իմ ելույթում ասեցի, երբ որ սասանված են հեղինակության կենտրոնները, շատ դժվար կլինի կողմնորոշել հասարակությանը, որտեղ հասարակությունը եւ ոչ մեկի չի հավատում։ Այսօր ոչ մեկի չի հավատում։ Եվ շատ դժվար է արձագանքել այդ ճիշտ օրինակ ենթադրենք արհեստական բանականության միջոցով կլիպ են սարքել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից, որ գցում են, որ ընտրությունների ավարտը հետաձգվում է, 8-ին պիտի ավարտվի, հետաձգվում է մինչև 10։ Մարդիկ դա լսելով որոշում են գնալ ժամը 9-ին, գնում են տեսնում են պագա։ Այսինքն այս ձևով եթե մանիպուլյացնել մասնակցությունը ընտրությունների, իսկ սա շատ կարևոր է, մասնակցությունը։ Սա առանձին մեծ թեմա է, պարոն Հովհաննիսյան։ Սա առանձին մեծ թեմա է։ Երևի այսօր չկարողանանք։ Ես այդ իմ ելույթում, որը կազմակերպիչը ուրեմն գնահատեց որպես խորիմաստ, իսկ ով է կազմակերպել։ Ուրեմն դա այդ ֆոնդի ղեկավարը ինձ ուրեմն Կարլ ազգանունը ասած եմ հիշում, շվեդ էր, հա, դա Հիլտոնում է իրանց գրասենյակը։ Ուրեմն ես այն ժամանակ իմ ելույթում հիմնավորեցի, ասեցի, որ միայն համատեղ ուժերով հնարավոր է բոլոր մասնակից կուսակցությունների, բոլոր շտաբների համախմբման միջոցով հնարավոր է վերահսկել առաջի հերթին ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումների վտանգը, կառավարել պրոցեսը այնպես, որպեսզի այդ չարաշահումները վճռորոշ ազդեցություն չունենան ընտրությունների ընթացքի վրա։ Ես ասեմ, որ սա շատ ուրեմն միասնական շտաբը, որը էլի նորից ամբողջ հետխորհրդային երկրների պատմության մեջ այդ խնդիրը դրվել է տարբեր երկրներում, ձևավորելու միասնական շտաբ։ Հաջողությամբ այդ խնդիրը լուծել եմ ես 12 թվականի ընտրություններին, ինչ արժեցավ մանդատ, որտեղ Սերժ Սարգսյանը մանդատը ինձնից խլեց Ծառուկյան Գագիկի ձեռքերով։
Ուրեմն եւ դա ինչու, որովհետեւ դա եզակի իսկապես իրավիճակ էր, երբ բոլոր կուսակցությունները ուրեմն հիմնական կուսակցությունները համախմբվեցին, ստեղծեցին միասնական շտաբ ընտրությունների օրինականության վերահսկման նպատակով։ Արդյունավետ էր։ Արդյունավետ էր շտաբի բոլոր կուսակցությունները հաղթահարեցին 5%։ Բոլոր կուսակցությունները, որոնք համախմբվել էին այդ շտաբի մեջ, այդ հրաշալի քարյակներ, որը հետո շատ մոտ էր իշխանությունը վերցնելու 15 թվականին ուղղակի մի միլիմետր էր մնում։ Պարզապես չկարողացան այդ հրաշալի քարյակը առանց ինձ արդեն 15 թվականին չկարողացավ բռնի Ծառուկյանի վախը։ Եթե ես լինեի, ինձ կհաջողվեր բռնել Ծառուկյանի վախը, ինչպես ես բռնեցի Ծառուկյանի վախը 12 թվականին, երբ որ նա վախում էր դիմել սահմանադրական դատարան, ընտրացուցակները ընտրողների ընտրություններից հետո Մի քիչ ներկայացնելու բարձ չէ, բայց երևի այսպես անենք, պարոն Հովհաննիսյան, դուք այսօր այս թեման մի կերպ մի եւ ձևով այդ ձեզ ասում եմ, ավարտեք։ ուզում եմ քաղաքագետների միությունում պրես կենտրոն Ինչպես։ ընտրությունների ընթացքը լուսաբանող պրես կենտրոն, Լավ։ որտեղ բոլոր կուսակցությունները հնարավորություն կունենան իրենց տեսակետները արտահայտելու պրես կենտրոն։ Պրես կենտրոն միջկուսակցական, այսինքն միասնական շտաբ եւ միասնական շտաբին կից պրես կենտրոն, որովհետեւ միայն համատեղ ուժերով, ջանքերով հնարավոր է լինելու ուրեմն հաղթահարելու վարչական ներուժի վճռորոշ ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Իսկ եթե դրանք երևացող չունեն, խոսքը գնում է դրա խախտումների մասին, որոնք երևացող չեն, որովհետև հիմա խոսում են այն մասին, որ շատ մեխանիզմներ կան, որոնք հաշվի առնելով նախորդ փորձը ոչ երևացող են։ Ոչ երևացողը դա առաջի հերթին ժամանակակից տեխնոլոգիաներից բխող հնարավորություններ են։ Առաջի հերթին հիբրիդային հնարավորություններ։ Այո, դուք ոնց եք դա վերահսկելու։ Շատ պարզ, մեզ այսինքն հանրային գիտակցությունը մանիպուլյացնելու միջոցով են։ Որը այսօր եւս արվում է, ճիշտ է։ Այո, այդ մանիպուլյացնելու հարցում ունեն առավելություն բնականաբար, որովհետև պետական ռեսուրսներն են տնօրինում։ Դա հաղթահարելու համար անհրաժեշտ է իմի բերել բոլոր ընդդիմադիր այլընտրանքային կուսակցությունների ռեսուրսները, ոչ կառավարական, կասեի այսպես, սեկտորի ռեսուրսները իմի բերել։ Էլի հարց է, ընդդիմադիրը որն է, այլընտրանքայինը որն է, պարոն Հովհաննիսյան, ընտրություններին վերաբերող առանձին հաղորդում ենք անում միասին։ Ոչ մեկը։ Նաև ես հետապնդում եմ, այսպես ասած, նպատակ ձեզ ներքաշելու այդ պրես ցենտրի։ Դա ձեզ մոտ չի ստացվի, ես երբևիցե չեմ ներքաշվում որևիցե նման գործ։ Լավ իմաստով։ Ես իմ գործն եմ կատարում։ Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան այսօրվա զրույցի համար։ Շատ շնորհակալություն, առաջին հատվածը շատ հետաքրքիր էր, ոնց որ թե ամփոփեցինք, բայց կարծում եմ մենք կշարունակենք այս զրույցը այս թեմաներով, որովհետև հարցը դեռ բացված է։ Խոսքը գնում է ինչպես կհանգուցալուծվի կամ ինչ ճիշտ հանգուցալուծում եք դուք տեսնում Նիկոլ Փաշինյան եւ վեհապար այս դիմակայության արդյունքում։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի հետ էի զրուցում, ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։